Ես այսօր մեկ գավաթ սուրճի եմ հրավիրել քաղցր արվեստի իսկական վարպետին։ Նա շաքարից ոչ միայն ծաղիկներ է ստեղծում, այլև երազանքներ եւ տարիների փորձով ու իր սրտի ջերմությամբ պատրաստում է հաղթողներ։ Նրա ղեկավարած թիմը ամեն տարի աշխարհի տարբեր առաջնություններից տուն է վերադառնում մեդալների տեղատարափով։ Իսկոհի Համբարձումյան, հաղթողներ կերտող վարպետ է։ Սկսեցինք։ Շատ շնորհակալություն Տիկին Իսկոհի, որ դուք ընդունեցիք իմ հրավերը, եկաք միասին սրճելու։ Գիտեմ, որ սուրճ սիրում եք։ Առանց սուրճի հնարավոր չի ապրել իմ կյանքում։ Եվ նաև քաղցրի արվեստի մեծ վարպետին ես ներկայացնում եմ Մարաշի քաղցրավենիքը, շոտ համեղ քաղցրավենիք է, ես կարծում եմ, որ կհավանեք։ Անպայման, տեսքը շատ գայթակղիչ է։ Մենք ունենք հանդիպման շատ մեծ տոնական առիթ, որովհետև դուք վերջերս եք վերադարձել ձեր հերթական առաջնությունից, Խորվաթիայից, Զագրեբ քաղաքից եւ վերադարձել եք մեծ ավարով, 17 մեդալով։ Եվ էլի բարձրացրել եք հայկական եռագույնը, հաղթել եք, եկել եք եւ իսկապես մենք հիացած ենք ձեր թիմով։ Եկել ենք պատվով, ամեն անգամ, ամեն տարի ես մասնակցում բարձրակարգ առաջնություններում եւ 12 հաղթանակով, ամենաքիչը 10-ով վերադառնում ենք։ Այս անգամ եկել ենք 16 մեդալով, 17-րդը դա իմ պատվավոր ժյուրիի, համաշխարհային կուլինարիայի ժյուրիի պատվավոր մեդալներ, որի համար շատ շնորհակալ եմ այն վարչական կազմից, համաշխարհային կուլինարիայի, որոնք շատ հարգանքով վերաբերվեցին եւ իմ աշխատանքին, որ ես բազմակի համաշխարհային կուլինարիայի չեմպիոն եմ, որը կոչվում է Վաքսի։ Գնահատեցին եւ իմ աշխատանքը եւ իմ տաղանդը, ես 2024 թվականից արդեն մտել եմ իրենց ոնց որ ասած վարչական կազմը, այս անգամ ստացա այդ ինձ համար շատ կարեւոր տիտղոսը, որը ինձ էլ ավելի ուժ տվեց շարունակելու, բարձրացնելու իմ երկրի եռագույնը։ Հիմա մենք խոսենք ձեր թիմի անդամներից, հա։ Ես գիտեմ, որ մասնակցում էին եւ ռուշակագործներ, եւ խոհարարներ, դուք ներկայացրեք։ Առաջին անգամ խոհարարական թիմ եմ տարել։ Միջ այդ իմ թիմում եղել են խոհարարներ ամեն տարի եւ 22 թվականին, 23, 24 ռուշակագործության արվեստ ներկայացնել, որ ես եմ պատրաստում, իսկ հիմա այս անգամ ունեցանք 3 հոգուց բաղկացած թիմ՝ Սպարտակ Նազարյանը, Սերո Փարաքելյանը, Տիգրան Մարտիրոսյանը։ Ճիշտ ասած, շատ մարդիկ փորձեցին, զանգեցին, փորձեցին, որ թիմ դա ձևակերպենք, երկրորդ թիմը, բայց քանի որ դա եվրոպական առաջնություն էր եւ Վաքսի ներքո համաշխարհային կուլինարիայի եւ այնտեղ բոլոր Վաքսիի հանձնաժողովի ժյուրիներն էին, որտեղ շատ բարդ էր մրցակցությունը, մեզ համար ճիշտ ասած եւ դժվար էր, բայց քանի որ ես բնավորությամբ միշտ ասում եմ համառեմ եւ չհանձնվող։ Այո, չեմ հանձնվում, հետ չեմ նայում, ինչքան էլ դժվար է եղել իմ ճանապարհը, ես անգամ խոչընդոտները միշտ ինձ ուժ են տվել, եթե ես ունենում եմ խոչընդոտ, ուղղակի կուզեի մի բարի խորհուրդ տամ, շնորհակալ եմ ձեզ, որ դուք ինձ ուժ եք տալիս առաջ գնալու։ Բրավո ձեզ, դուք հաղթող տեսակ եք։ Այո, եւ ես ասում եմ, դուք ինձ ոնց որ ասած խանգարում եք, բայց ձեր խանգարելով ինձ օգնում եք, քանի որ ես հաղթանակներ եմ դրա դիմաց բերում։ Ես Սերո Փարաքելյանն եմ, շեֆ խոհարար։ Սիրում եմ իմ գործը, քանի որ դա իմ համար հոբբի է եւ ինձ այլ հարթակում երբեք չեմ պատկերացրել եւ չեմ պատկերացնի։
Ես Լուսինե Ղամբարյանն եմ, սիրում եմ հրուշակագործություն ու առանց հրուշակագործության չեմ պատկերացնում իմ կյանքը։ Ես Էդնի Ղազարյանն եմ, հրուշակագործ, սիրում եմ իմ աշխատանքը, որովհետև այն հնարավորություն է տալիս ստեղծագործելու եւ երջանկացնելու շրջապատին։ Ես Վանմի Սարգսյանն եմ, հրուշակագործ, սիրում եմ իմ աշխատանքը, քանի որ համադրում եմ արվեստը եւ հրուշակագործությունը։ Ես Պարտակ Նազարյանն եմ, շեֆ-խոհարար, սիրում եմ իմ աշխատանքը, որովհետև խոհարարությունը դա կյանք է։ Մեծ հաղթանակ էր մեզ համար 2025 թվականին, մենք էլի հաղթանակ ունեցել ենք Հայաստանի Հանրապետությունում, որի մասին խոսենք, բայց այս անգամ հրուշակագործներս 4 հոգի էին, որից մեկը ես էի, Վանուհի Սարգսյանը, որը ապրում է Կիրովականում, նա շատ տաղանդավոր աղջիկ է, Լյուդմիլա Ղամբարյանը, Հերմինե Լազարյանը, որ այսինքն պրյանիկներ անում, պրյանիկների վրա նկարում բան, նա էլ բազմակի չեմպիոնն է, մեկ բազմակի չեմպիոնը հիվանդության պատճառով չեկավ, Լուսինե Ղազարյանը, եւ ձևավորվեց խոհարարության թիմ, որ մենք պատվով ներկայացրեցինք, ուրեմն բոլորը մասնակցեցին եւ թիմային աշխատանքին եւ 3 նոմինացիաներով հավ, ծուկ, բանջարեղեն։ Մեծ տպավորություն էր, որ իրենք առաջ անգամ չեն եկել Եվրոպա ու այդ ոնց որ ասած բարձակարգ առաջնությունում կարող են չկորեն, չկորցնեն իրենց բրոնզ, արծաթ, ոսկի չենք ունեցել խոհարարության մրցումին։ Միայն նրա համար ես կասեի եւ բրոնզները եւ արծաթները դրանք ոսկի են։ Իսկ ինչու չեք ունեցել ոսկին։ Ես պետք է գաղտնիքներ ասեմ, որ տղաները կարողա միգուցե նեղվեն, բայց իրենք արդեն հասկացան, տեսեք, պետք է իրենց սեղանները լինեն մաքուր պահում էին, ամեն ինչ լավ էր։ Մթերքը, որը օգտագործում ես, անմիջապես պետք է փակել, սառնարանում տեղափոխել, անմիջապես։ Քեզ մի ժամ է տրված վերջացնել քո աշխատանքը, բայց դու իրավունք չունես մթերքը թողնես սեղանի վրա, միքսերը թողնել սեղանի վրա, բլենդերը արագ լվանալ, տեղավորել։ Բայց գիտեք, ես հիմա ցավում եմ, որովհետև պատճառները եղել են զուտ տեխնիկական։ Տեխնիկական, եւ իրենք գիտեին, այնպես չէր որ չգիտեին։ Բայց երևի արագության մեջ։ Ես ինքս էլ ունեցել եմ տենց խառնաշփոթ վիճակ, վերջի առաջի անգամ էր ու նենց չէր որ մարդիկ գիտեին, որ իրենք կարող է հաղթեն, կենտրոնացել են աշխատանքի վրա եւ այդ փոքր դետալները բաց են թողել։ Եվ գիտեին, ես ուղղակի մենք այնքան շատ էինք ամփոփել այդ ամեն ինչի մասին, որ հնարավոր չէր չիմանային, բաց թողումներ եղան եւ ամենակարևոր սխալավորն էր, որ իրենք տեխնոլոգիչեսկի կարտան, ամբողջ բաղադրատոմսերը, որը պետք է տպեին եւ իրենց սեղանի կողքը, որ հանձնաժողովը անցներ, դա վերցներ, տեսնեին, չէ՞, համ տեսնում են պատրաստումը, նրանք պետք է բաղադրատոմսը տեսնեին, հեռախոսների վրա ունեին, մոռացել էին տպել։ Իհարկե դա ամենակարևոր սխալներից մեկն էր եւ ոչ անգլերենով, նո պարտադրեցին հետո դա ձեռագիր գրել տալ, սա արդեն բալ են հանում, դե կապ չունի։ Բայց ես գիտեմ, որ իրենց աշխատանքները գերել են ժյուրիին։ Այո, փայլուն աշխատանքներ են ներկայացրել։ Տեսեք, քանի 5 հոգի մտնում էին, վաքսի ժյուրիները դուրս էին գալիս, բայց ընթացքում կային նորից 5 հոգի ժյուրիներ, որոնք ամբողջ այդ ընթացքը եւ ֆիքսում են, եւ նայում են, եւ գրում են։ Եվ երբ որ արդեն ուղարկում են համ տեսելու, որպեսզի համը տեսքը այդ ամենը ստուգում են գրում են, վերջնական իտոկը արդեն այդ բաց թողումներն են։ Տեսեք, որ իրանք շատ գոհ էին հայկական թիմից, ասում ենք չգիտենք, որ Հայաստանը սենց թիմ ունի, բա դուք ինչու չեք մասնակցել միջև հիմա։ Իսկապես, իսկ ինչու չեն մեր խոհարարները մասնակցում։ Ես ձեզ ասեմ, միշտ սենց խոսակցություններ եմ ես լսում, անգամ ինձ ասեցին ոնց էր ռիսկանում դու խոհարարներ տանել, բա որ չհաղթեն, տիպը մենք հայտարարված հետ գանք։ Ուրեմն ուզում եմ մեր բոլոր խոհարարներին ասել, հարգելի խոհարարներ, հայտարարակ չկա, մասնակցությունը արդեն դա հաղթանակ է։ Մենք մեկ անգամ պետք է սկսենք 0-ից, թեկուզ դիպլոմով հետ գայինք, չէ՞, դա էլ է հաղթանակ, որտեղ մենք բարձրացրեցինք մեր երկրի եռագույնը, իսկ ամեն անգամ դա նոր դպրոց է, որտեղ պետք է մենք սովորենք։ Շփում է այլ մասնակիցների հետ։ Այո,
Եվ տեսեք, քանի որ ես բազմակի աշխարհի օլիմպիադայի Ռուսաստանի չեմպիոն եմ, Եվրոպայի չեմպիոն եմ, Grand Prix-ով, պրեզիդենտսկի մեդալով, տեսեք եւ վաքսի անդամ եմ, չէ, որպես ժյուրի, իմ արդեն պաչոտնի ժյուրի, ասենք, բան ստացա, մեդալ, ես հովանավորեցի, որ իմ թիմը մտնեն համաշխարհային կուլինարիայի ասոցիացիա։ Մեծ գործ եք արել դուք։ Եվ բոլորը դարձան, շուտով կունենան դիպլոմներ, որտեղ դրանք կարող են արդեն անցկացնել ստուգարքներ։ Տեսեք ինչքան ուժ կա եւ աշխատանքիս մեջ, եւ խոսքիս մեջ, եւ ես չեմ վախենում։ Պետք է գնալ առաջ, պետք է սովորել, ամեն մի մասնակցություն դա մեծ դպրոց է, որովհետեւ եթե չգնաս, չես սովորի։ Պետք է փորձես, սխալվես, իմ տղաները սխալվեցին, ինչու մեջ։ Ահա, հաջորդ անգամ արդեն էդի ռասպիչատեց կանեն, եթե պետք է Եվ կվերադառնան ոսկիներով արդեն։ Հա, ոսկիները եղան արծաթ եւ բրոնզ, էլեմենտար բացթողումների պատճառով։ Քաղցր ծաղիկների աշխարհում էինք մենք որպես ասոցիացիա, բայց նաև խոհարարական ոլորտում առաջի անգամ ներկայացանք որպես այդպեսին եւ շատ լավ ձեռքբերումներ ունեցանք, որովհետեւ շատ դժվար էր, շատ դժվար մրցություններ, ինչի համար որ նախ առաջի անգամ էինք մասնակցում եւ երկրորդը, որ ունենք թեթևակի նաեւ լեզվի հասկանալու խնդիր, հա, որը մեզ շատ նեղեց, ֆրանսերենին շատ լավ տիրապետում եմ, բայց այնտեղ ավելի շատ անգլերենն էր, բայց այդ բոլոր դժվարությունների ունեցա 2 արծաթ, 2 բրոնզ, այ ունեցանք 2 ոսկի, շատ մեդալներով վերադարձանք, որը որ շատ կուզենայի, որպեսզի լուսաբանվեր ավելի շատ, ավելի մեծ շրջանակներում։ 3 կրիտերիաներ էր՝ տավարի միս, seafood, այսինքն ծովամթերք եւ բանջարեղենային մթերքներ։ Բացի դա նաեւ խմբային մասնակցություն ունեցանք։ Ուղղակի խմբայինը մեզ բերեց բրոնզ զուտ նրա համար, որ մենք ժամանակ շատ քիչ ունեցանք վերապատրաստվելու, իսկ մնացած թիմերը նրանք արդեն պատրաստվում էին այդ ընթացքում, իսկ մենք մաստեր կլաս էինք ցույց տալի, այսինքն մեզ համար կարևոր էր մասնակցությունը, իրանց միջոցառում ավելի հետաքրքիր սարքելը, քան թե ինչ որ մրցույթի, դա էլ է կարևոր, մեդալներն են կարևոր, բայց շատ կարևոր էր մեզ իրենց մրցույթը միջոցառումը հանգիստ սարքելը։ Մեզ շատ լավ ընդունեցին Խորվաթիայում, շատ հետաքրքիր էր կազմակերպված ամեն ինչ, ու երբ որ խոսքը գնում էր արդեն արդյունքների ամփոփման մասին, մենք բոլորս վստահ էինք, որ ունեցել ենք ավելի քան լավ արդյունքներ, ու երբ որ արդեն մեդալներն էին բաշխում ու մեր անունն էին տալիս, բոլորս գոռում գոչում էինք Հայաստան, ու այդ շաքաղվելու զգացողությունները, երբ որ եռագույնն բարձրանում ու քո ձեռքերով։ Շատ դժվար է մրցել աշխարհի մասշտաբով մրցույթների ժամանակ, երբ որ հասկանում ես, որ քո գործը գնահատվում է շատ պատվավոր ժյուրիների կողմից, իրոք արժանի է զգում քո գործի մեջ քեզ։ Անբացատրելի, նկարագրելի զգացմունք, որ հնարավոր չի գրելով արտահայտել։ Հուզմունք, ուրախություն, ողջություն, որ Հայաստանն ես ներկայացնում ու տեղ ես գրավում։ Շատ լավ ընդունեցին, ամեն 2 րոպեն մեկ պատկերացրեք, անդադ ինձ մոտ մարդ էր գալիս, ժյուրիները անդադ մոտենում էին, ասում էին դու հիանալի ես, դու անկրկնելի ես, մենք հիացած ենք քեզանով, դա չգիտեմ ինչպես բացատրեմ խոսքով, թե դա ինձ զգացողություն էր, որ ես այնտեղ իրենց աչքերում հիանալի երևում։ Հայ համայնքն էլ է շատ ջերմ ձեզ ընդունել Խորվաթիայում։ Այո, շատ ջերմ, բոլորը եկել էին, անգամ ունեինք նկարող եւ շատ հիացան մեր աշխատանքների վրա եւ եթե Facebook-յան էջում նայեք, մեզ ուղիղ եթերով էլ ոնց որ ասած աջակցեցին, քանի որ մենք զբաղված ենք այդ օրը մենք ունեինք մաստեր կլաս եւ թիմային աշխատանք,
Ես ունեի 3 մաստեր կլաս, շաքարային ծաղիկներ, 2 տեսակ հալվա, որը ինձ օգնեց Սերոբ Առաքելյանը եւ Վանուհին, ինքն էլ փոքրիկ թզուկ էր պատրաստում, դա էլ էր մաստեր կլաս։ Մենք ցույց տվեցինք մեր վարպետությունը, մեր պրոֆեսիոնալիզմը, դա շատ կարևոր է։ Տղաները ցույց տվեցին մեր ավանդական կողնյան, ավելուկը պատրաստեցին, որտեղ մենք շատ գեղեցիկ տուփերով ժյուրի հանձնաժողովի համար դրել էինք, շատ հավանել էին ավելուկը։ Ես որոշեցի որպես հայկական ավանդույթի կրող, որպես հայկական մշակույթի ներկայացուցիչ, որպես հայ արմատապես ներկայացնել իմ հայկական ավանդական ուտելիքները Եվրոպային եւ աշխարհին, որպեսզի իրենք էլ զգան այդ համը, հոտը, սարերի բույրը, ինչու ոչ Իջևանի մաքուր օդը եւ այլն։ Ես ներկայացա ավելուկով եւ վարպետաց դաս անցկացրեցի ավելուկ պատրաստելու վերաբերյալ, բոլորը շատ հավանում էին, երբ որ սկսեցի պատրաստել ամբողջ ստուդիայով ավելուկի հոտներ ընկել ու բոլորը սրտատրոպ սպասում էին երբ է պատրաստ լինելու, որ մի անգամից ճաշակեն։ Բոլորը շատ հավանեցին ու ասացին, որ Հայաստանի համը միանշանակ տարբերվում է աշխարհի բոլոր համերից։ Ներկայացրեցինք հայկական ավելուկը, շատերը չէին ճանաչում, ինչ է Իրանից ներկայացնում։ Բացի դրանից ես պատրաստեցի խոխոբ, հայկական մաքուր, հայկական կերակուր, նռով, սոխով, հավի մսով պատրաստվող, ինչպես նաև միշմաշ պատրաստեցի, դա էլ բուլղարական ուտելիք է, քանի որ Բուլղարիայում եմ արդեն 2 տարի աշխատում, այնտեղից էլ որոշ բաներ վերցրել եմ ու սենց հետաքրքիր միջոցառում ունեցանք։ Շատ լավ ընդունվեց, բայց շատ խորթ էր ու շատ ավելի օտար էր իրենց, որովհետև ավելուկը ես տեսա նույնիսկ չոր էին ուզում փորձեին, ասեցի, որ դա այդպես համը չէ կզգա, հետո պատրաստեցինք, տվեցինք, բոլորը փորձեցին ու ուզում էին հասկանային ավելուկի թարգմանությունը, բայց ընդհանրապես չեղավ թարգմանել, թե ոնց ավելի ճիշտ լինի, ասեցի դա չի թարգմանում, դա մեր հայկական ավելուկն է։ Մրցույթին պատրաստել եմ 2 ուտելիք եւ մասնակցել ենք թիմային մրցույթին, պատրաստել եմ աղանդեր, առաջինը հավի կրծքամիսներ, որ պատրաստեցի, իհարկե նույնպես ավելի շատ մոդեռն տարբերակով Իմ բոլոր ուտելիքների մեջ մտցրել եմ հայկական մոտիվներ, հայկական նոտաներ, հետս տարել էի հոն, սերկևիլ, մեր այգուց քաղված զիմբել, թելուկ, բազուկի թևեր, ես լցոնում էի իտալական ռավիոլին թելուկով, բազուկի թևերով ու զիմբելով հայկական, որը տարված էր Իջևանից, որը ես շեշտում էի, որ ես բերել եմ Հայաստանից։ Սոսները, պյուրեները պատրաստել եմ հայկական սերկեֆիլից, որը տարել էի մեր այգուց։ Ես դա շեշտել եմ, որ դա հայկական է եւ բերված է Հայաստանից։ Հոնը քաղված էր Իջևանի անտառներից, որը որ իրենք մեծ հաճիկով ճաշակեցին ու արտահայտվեցին, որ նմանատիպ համեր շատ հազվադեպ են իրենց հանդիպում։ Ինչ որ պատրաստել ենք, բոլորը եղել են հեղինակային կերակրատեսակներ, ոչ կրկնվող եւ ֆանտազիայի համի այդ բոլոր ներդաշնակությունը մենք ներգրավել ենք այդ սնունդների մեջ։ Այսինքն չկա ինչ որ մի մթերք կամ ինչ որ մի սնունդ, որը որ նայել ենք ինտերնետ ցանցերից, դա բոլորը մեր աշխատանքային փորձի, տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ ա եղել այդ ամեն ինչը։ Իսկ միջոցառման ամենահետաքրքիր պահը այդպեսին եղել է, արտասովոր ու շատ հետաքրքիր։ Շատ արտասովոր մի պահ կար, ես նախապես Սերոբ Առաքելյանին ձայնը լսեցի, որ ինքը շատ լավ երգում է, ասեցի Սերոբ գիտես չէ, հենց սկսում ես պատրաստել, ես մոտենում եմ, ասում Սերոբ պետք է երգես, բայ, տիկին իսկույն չեմ կարող։ Ուրեմն մոտենում եմ, ասում Սերոբ դու խոստացել ես, որ պետք է երգես։ Նախ երգես մի քիչ, իհարկե դա չէր կարելի, շատ հիացան, շատ սիրեցին մեր թիմին, բոլորին, ամեն մեկը յուրովի հանդես եկավ, եւ ես էի գոհ, եւ սենց չգիտեմ, շատ հոգատար ձևով ուզում էի, որ իրենք լիաթոք երջանիկ լինեին իրանց կատարած աշխատանքներով եւ ոնց որ ասած հպարտորեն վերադառնայինք եւ ասեն, գիտեք, առաջի անգամ Հայաստանի Հանրապետությունից դուրս եկավ խոհարարական թիմ,
որոնք մեծ արդյունք տվեցին եւ մեզ սիրեցին։ Ես չեմ ամաչում բարձրաձայնեմ, որ ամբողջ իմ Facebook-յան էջում կարող եք տեսնել այդ ժյուրիների հանձնաժողով ոնց են ինձ գրկում, ձեռքերս համբուրում իմ կատարած աշխատանքի տաղանդի համար։ Ես շատ ինձ երջանիկ եմ զգացել։ Գիտեք, մի ամբողջ կյանքի համար ջերմ էմոցիաներ եք կտակել։ Այո, մենք եկանք ուրախ, ես երևի վերջի 3 տարում այդքան շատ դրական էմոցիաներ չեմ ունեցել։ Մենք բերեցինք մեզ հետ սեր, բարություն, երջանկություն, ամեն ինչ։ Կրկին անգամ մեծ սիրով կմասնակցել։ Իսկ մեզ համար էլ պատիվ, արժանապատվություն, որովհետև գիտեք, այս դժվար տարիներին մեզ այնքան շատ են պետք հաղթանակներ Հայաստանին եւ հայ ժողովրդին։ Մեզ պետք է որ բոլոր ասպարեզներում մեր եռագույնը բարձր ծածանվի եւ շատ շնորհակալություն ու բրավո ձեզ, որ դուք այդ մեծ գործը անում եք ձեր ասպարեզում։ Այո, տեսեք, գիտեք, դա մեծ երջանկություն է, ես չեմ ապրում Հայաստանի Հանրապետությունում։ Առավել եւս։ Այո, եղել եմ քաղաքացի, հիմա կվերականգնեմ իմ քաղաքացիությունը, որտեղ ոնց հասկացա խնդիր է դա, եւ աշխատում եմ Հայաստանի Հանրապետության համար։ Տեսեք, 2019 թվականից ես իմ թիմը արդեն առաջի անգամ Գերմանիա Շտուտգարտ քաղաք 7 աշխատանքով են գնացել, որտեղ բերել ենք 4 ոսկե մեդալ, 2 բրոնզ, 2 արծաթ։ Պատկերացնում եք, ես չեմ վախենում քայլել առաջ։ Ամենակարևորը դժվար է ինձ համոզել, որ դա դժվար է։ Ինձ համար դժվար ոչինչ չկա։ Ինձ համար դժվարը այն է, որ մարդը ծույլ է, հետո ինքը իրեն չի հավատում։ Իսկ մեր գործի մեջ մենք պետք է չվախենանք եւ հավատանք մեզ։ Եվ ես բոլորին խորհուրդ եմ տալիս, հավատացեք ձեզ եւ ձեր մտամիջ կստացվի, այո։ Ես որպես մարդ, ով փորձում է ինքնակատարելագործվել ու ինքնակրթվել անընդհատ, քանի որ մեր կյանքի ընթացքում մենք անընդհատ պետք է կրթվենք նաև եւ առաջ գնանք, ես տիկինիս կողմոտ այս պահին անցնում եմ դասընթացներ շաքարային ծաղիկների, որը որ կարծում եմ վատ չի ստացվում, հետագայում կտեսնեք ինձ այլ հարթակներում նաև որպես ռուշակագործ եւ որպես շաքարային ծաղիկների մասնագետ։ Սիրում եմ այս աշխատանքը, քանի որ ստեղծագործական է դա, եւ ես սիրում եմ աշխատել, ստեղծագործել, արարել, դա իմ համար շատ կարևոր է, որ ոչ մեկին չեմ նմանվում եւ ինքս եմ աշխատում, ստեղծագործում։ Վերուշակագործության մեջ զարգացրել եմ բոլոր ճյուղերը, հացաբուլկեղենից մինչև վերջին դիզայնը, եւ ինձ համար շատ ոգեհարազատ է եվրոպական մուսերի պատրաստման տեխնիկան։ Դա շատ հարազատ է ինձ համար, որտեղ կան գույները եւ համերի ներդաշնակությունը միասին։ Տիկինիս կողմոց սովորել եմ շաքարային ծաղիկների արվեստը, իրենից սովորել եմ, թե ինչպես է ծաղիկները սիրոյից պատրաստում, անգամ բույրն է զգում։ Եվ ես դա սիրով վերցնում եմ ու ինքս էլ ուզում եմ այդպես մատուցեմ իմ ուսանողներին։ Սահմանավորս չեմ վերցնեմ, ու այդ սահմանը, այդ սարերը, ամեն ինչը ինձ ուժ է տալիս, բնություն ինձ ուժ է տալիս, ստեղծագործելու, երևակայելու, շատ ժամանակ երազանքները կատար անելու ուժ ճամբարակ ինձ ուր է տալիս, որ ես կարողանամ ստեղծագործել ու իմ գիտելիքները փոխանցում եմ, սովորեցնում եմ աշակերտներին մեծ սիրով, փորձում եմ իրենք էլ լրացնել մեր շարքերը, հաղթանակներ ունենալ եւ մեդալներ բերեմ ոչ միայն ճամբարակ, այլ Հայաստան, որտեղ այս մեր մեդալները ճիշտ առաջին հերթին ինձ ընդավայրին է, ճամբարակին է, երկրորդն է Հայաստանը։ Իմ ճանապարհը ես սկսել եմ սիրուց, նախ դոկտորեի պատրաստում իմ ընտանիքի եւ ընկերների համար, հետո սկսեցի հասկանալ, որ դա իմ կոչումն է, սկսեցի արվեստը եւ ռուշակագործությունը համադրել եւ ամեն մի աշխատանք դարձավ արվեստի գործ, որը ունի իր պատմությունը։ Ռուշակագործությունը սիրում եմ այն բանի համար, որ քանի որ այն համադրում եմ արվեստի հետ եւ իմ սիրտը ու երևակայությունը փորձում եմ կյանքի կոչել։ Խոհարարությունը ոչ միայն արվեստ է, նաև մասնագիտությունների մի ամբողջ փունջ է, որը որ դու պետք է ունենաս քո բազայում, որպեսզի լինես ճիշտ խոհարար։ Եվ
Դրանք հիմնականում բնական գիտություններն են, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, չէ՞ որ պետք է իմանալ մթերքների քիմիական բաղադրությունները, նրանց ճիշտ տապակվելու ջերմաստիճանը։ Խոհարարը պիտի լինի մի քիչ, ինձ ասում են, որ դու խենթ խոհարար ես, հա, պիտի շատ սիրի խոհանոցը, շատ սիրի իր անելիքը, որովհետև այս ոլորտը շատ ծանր ոլորտ է, խոհարարական ոլորտը, աշխատանքը շատ ծանր է, եթե չսիրես, չես հասնի ինչ-որ մի բանի, շուտ կծանծրանաս, կթողնես, կգնաս, այս գործը պիտի սիրես։ Եվ խոհարար ծնվում են, խոհարար չեն դառնում, սա իմ վերջնական կարծիքն է։ Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը, շատ եմ սիրում պատրաստել, շատ եմ սիրում նորություններ, հեղինակային ահագին կերակրատեսակներ ունեմ։ Էմոցիոնալ առումով ամենաշատը երևի թե խորվաթներին հուզեց Վանուհու աշխատանքը։ Վանուհու աշխատանքը հուզեց, մենք միասին որոշում ենք ինչ պետք է պատրաստենք։ Դուք եք հուշել։ Հա, ես խորհուրդ տվեցի, թեպետ Ազատ էր ինքը իր որոշման մեջ, ասացի, գիտես, մենք այնտեղ թանգարան ենք գնացել եւ այդ պատմությունը, որը ես իմացել էի, ինձ շատ էր հուզել, ու ինձ շատ էր դուր եկել։ Ասեցի, գիտես, հավատա, որ դու շատ կգերես իրենց այդ աշխատանքով, եթե դժվար չի լինի, ու մենք որոշեցինք դա ոնց պետք է լինի, եւ ինքը քանի որ եւ նկարչուհի է, նկարեց թղթի վրա, ուղարկեց ինձ, ասեց Տիկինիսկո, ես այսպես կուզեի այս գործը անել, ասեցի, հա, այո, բրավո։ Մենք կերտեցինք Խորվաթիայի պատմությունը, որը իրենց դուր եկավ, եւ մեր աշխատանքները հրուշակագործության թողեցինք Խորվաթիայի կուլինարնի ակադեմիաներին որպես նվեր։ 2025 թվականը ինձ համար մեծ նշանակություն ունի։ Առաջին մրցանակիցս ոսեմ, Best of Gastronomy-ի նախագահ Ժորժ Կնրենվալդի կողմից ես ստացել եմ 2 ոսկե մեդալ, 5 աստղ եւ ոսկե հուշատախտակ, որպես որակավորման բարձր աստիճան։ 2025 թվականին մարտ-ապրիլ ամիսներին Best of Gastronomy ամսագրի շապքին եմ հայտնվել։ Best of Gastronomy-ը գործում է շուրջ 170 երկրում, ունի 250,000 հուշակագործ եւ խոհարար, եւ դա ինձ համար մեծ պատիվ էր, որ ես հայտնվեցի շապքին։ 2025 թվականի սեպտեմբերին մասնակցել եմ Խորվաթիայում կայացած խոհարների քաղաք գործույթին, ստացել եմ ոսկե մեդալ։ Ես կերտել եմ ազատության վերջին փետուրի աշխատանքը, ես Խորվաթիա առանցվելի հիման վրա քաղաքում եմ կերտել որպես հաղթանակի սիմվոլ։ Ունեիք պետական աջակցություն։ Չէ, ոչ մի անգամ չենք ունեցել, միշտ ասում եմ դրա մասին, գիտեք ինչն է հուզիչ, ինչի եմ ես խոսում դրա մասին, ուղիղ եթերով եմ ասել, սկսենք, որ մենք գնում ենք անպայման օդանավակայանում ունենում ենք մեծ խնդիրներ, երկու աղջիկ, որոնք եւ ֆինանսի պատճառով չեն կարողացել գան, Լյուդմիլա Ղամբարյանը եւ Հերմինե Լազարյանն է։ Ես աջակցում եմ թիմին, քանի որ ես որպես ասոցիացիայի նախագահ, որպես թիմի ղեկավար կարող եմ աջակցել իմ թիմի անդամներին, բազմակի չեմպիոններին նրանց աշխատանքները տանել։ Եվ դրանք շատ մեծ աշխատանքներ չեն, փոքր էին, բայց դա ձեռքով պետք է տանել։ Մենք 24 թվականին ամբողջ աշխատանքները 6 ամսվա կատարած ջարդել ենք կեսը, պատկերացնում եք։ Իսկ այս անգամ ջարդվեց, փշրվեց մի աշխատանք, որը մի կերպ վերականգնեցինք, շնորհակալություն Սերոփին, ես եմ հավաքել այդ փշուր եւ մենք այնպես կերտեցինք այդ գործը Հերմինե Լազարյանին, որ գործը ներկայացրեցինք, այնտեղ շատ գեղեցիկ աշխատանք էր, ինքը Իմբիրնի Պրիանիկա ու Պեչենիներ, հա, ասենք բանը այսինք եւ նկարչություն։ Ընդհանրապես պետք է թույլ տային, որ դուք ձեռքով տանեիք արվեստի գործերը, չէ՞։ Վերջում գնում եք աշխարհին եք ներկայացնում մեր արվեստը։ Շատ, ասեցի, ես չեմ մոռանա ձեր վերաբերմունքը, բայց ինձ զսպում էի, հետո ինքնաթիռում արդեն չկարողացա դիմանալ մի լավ լաց եղա։ Նու ամեն անգամ եմ լաց լինում, որտեվ չկա պետական աջակցություն, որ մեր կողքին լինեն, մեզ հարգելով, ես հանեցի վզնոցս, որտեղ շատ վատ վերաբերվեցին, ով եք դուք, հետ գնացեք, չվերթից մենք ձեզ հանելու ենք։ Ես պարզապես հանեցի իմ վզնոցը, ասեցի, ես բազմակի չեմպիոն եմ, ու շարունակեցի մեր գուբար, ասի ես այս մարդն եմ, եթե թույլ չեք տա,
Ну, в общем, էլի տարանք մի կերպ։ Աշխատանքս ջարդվել էր, չնայած այդ ջարդվածության պատճառով գրավեցի երրորդ տեղ բրոնզե մեդալ, շնորհակալ եմ, որ աշխատանքս այդ վիճակում գրավեց, բայց ավելի լավ կլիներ, եթե մաքսատանաշատակիցներ իրենց չվրսվեին։ Ես մասնակցեցի այսինգի եւ նկարչության աշխատանքով, այնտեղ ներառված էր 3-ից 4 տեխնիկա եւ անսպասելի ստացա արծաթե մեդալ, որի համար շնորհակալ եմ Խորվաթիայի ամբողջ ազնագազմին, ժյուրիներին եւ հանձինս Իսկուհի Համբարձումյանին։ Տիկին Իսկուհի, բայց դուք Հայաստանից միակն եք, չէ՞, որ միջազգային ժյուրի եք եւ համաշխարհային ժյուրի։ Այո։ Եվրոպայում եմ մի ժյուրի եղել, Ռուսաստանի Դաշնությունում 30 տարեկան ասոցիացիայի, դեռ կենթաներ լուսահոգի Վիկտոր Բարիսովիչ Բելաևը, որ իմ տաղանդի համար ինքը ուղղակի ձեռք մեկնեցին ու ասաց քո տեղը մեր ընտանիքում է։ Եվ ես, գիտեք, երբեք չեմ մոռանում իրան, որտեղ ասեց քո նման տաղանդավոր մարդկանց քո երկիրը պետք է ոնց ասած տեր կանգնի, բայց մինչև հիմա այդ տերը չկա։ Ես էլ ցավում եմ եւ շատ վատ եմ ինձ զգում, որովհետեւ դուք շատ պետք եք մեզ եւ այդ վերաբերմունքը չկա, ինչին արժանի եք դուք եւ ձեր արած գործը։ Ձեր կուրծքը զարդարող բազմահազար մեդալների մեջ կա մի մեդալ, որը առանձնապես թանկ է ձեր համար։ Ինձ համար թանկ է Grand Prix-ն, որտեղ ես համաշխարհային կուլինարիայում գավաթ մրցույթին 12 հաղթանակ ունեցանք այդ տարի, բայց ամենակարևոր հաղթանակը ինձ համար, իմ երկրի եւ թիմի համար դա Grand Prix-ն էր։ 100 բալ եմ հավաքել իմ աշխատանքին, դա թագավորական բուկետներ, որը նվիրեցի Շտուտգարտ քաղաքի տեր հորը, տեր տիրատուրին։ Մտածեցի, որ նրանք մեզ շատ աջակցել էին, դիմավորել, ճանապարհել Նյուրնբերգից տեր Այգիկը, նա ինչքան օգնեց մեզ եւ այդ բագաժները տեղավորելով շատ աջակցել են մեզ համայնքը, Շտուտգարտի երեխաները, տեր տիրատուրը եւ տեր Այգիկը։ Իսկ մյուսը, որը 2024 թվականին ստացա Grand Prix-ն, մյուսը ստացել եմ Ֆրանսիայի Best of Gastronomy-ի կողմից 7 հաստեղ որակավորման աստիճան, ոսկե հուշատախտակ եւ ոսկե անվանական մեդալներ, եւ իմ ծննդյան օրը 2024 թվականին ստացա պրեզիդենտսկի մեդալ համաշխարհային կուլինարիայի նախագահ Թոմաս Կուբլերի կողմից ինձ տվեցին նախագահական մեդալ։ Դրանք թանկ են ինձ համար։ Մեկ արծաթ եմ ստացել, որը Խորվաթիային էր, մնացած բոլոր իմ հաղթանակները ոսկի մեդալ են եղել։ Առաջինը եղել է 2017 թվականին եւ դրանից հետո առաջնորդվելով բոլորը ոսկե մեդալներ են եղել։ Հպարտ եմ, ինչու՞ չէ, հպարտ եմ եւ ավելի երջանիկ եմ զգում ինձ հենց նրա համար, որ կարողանում եմ բարձր մակարդակով ուսուցանել իմ ուսանողներին։ Ամենակարևոր մրցանակը ինձ համար Ֆրանսիայի կողմից 5 հաստեղ ոսկե հուշատախտակ եւ անվանական մեդալը, որ ես ունեմ, դա շատ կարևոր էր ինձ համար, ավելի պարտավորեցնող էր, ավելին ինձ համար ներշնչող էր, որ ավելին անելու եւ հետագա զարգացման համար իմ գործունեության։ Բոլորն էլ թանկ են իմ համար, որովհետեւ բոլորի վրա էլ հոգի եմ դնում, աշխատում եմ, սիրով եմ անում, այտենց առանձնահատուկ չկա, որովհետեւ բոլորն էլ իմ աշխատանքի արդյունք։ Ես ուրիշների հետ չեմ մրցում, առաջինը հենց մրցում եմ նախին բանուկու դեմ, նոր մնացածին։ Ու ամեն անգամ, երբ ես հաղթում եմ, դա աննկարագրելի զգացողություն է առաջանում ինձ մոտ, կարծես Հայաստանի անունը հնչում է որպես հաղթանակի անուն, ու դա ինձ ոգեշնչում է տալիս, ինքնադրսևորվելու, ինքնակատարելագործվելու, նորանոր ձեռքբերումներ ունենալու։ Ունեմ շատ մեդալներ, ձեռքբերումներ, որոնք տարբեր թվականներն են եղել,
Աշխարհի ռեստորանային սպորտի ֆեդերացիայի կողմից ստացել եմ ոսկի մեդալ 2023 թվականին Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային մրցույթի ժամանակ առաջին տեղը գրավելով Հայաստանում տոլմայի փառատոն, խորովածի փառատոն, բազմաթիվ այդ փառատոնների նաև առաջին տեղի հաղթողն եմ եղել, բացի դրանից նաև պարգևատրվել եմ 2017 թվականին ազգային ժողովի կողմից հայ խոհանոցի պահպանման եւ զարգացման մշակույթը զարգացնելու համար շատ պատվոգրեր եւ շնորհակալագրեր ունեմ, հիմա այսպես ուղղակի միանգամից չեմ կարող թվարկել, բայց շատ են ձեռքբերումները։ Նաեւ այս տարի Best of Gastronomy ֆրանսիական կազմակերպության կողմից ստացա ոսկե մեդալ 5 աստղ, որը նաեւ նորից ձեռքբերում էր։ Նաեւ Խորվաթիայում 2023 թվականին գրավեցինք նորից առաջի տեղը ոսկի մեդալ մեր թիմով Քաղցր ծաղիկների աշխարհ ասոցիացիայի հետ միասին, Տիկին Իսկոյի Համբարձումյանի հետ միասին, նաև այս տարի նորից Խորվաթիայում գրավեցինք բազմաթիվ ոսկե եւ արծաթե բրոնզե մեդալներ։ Զգացողությունը, որ դուք աշխարհի ամենաբարձր պարգևները ձեր ասպարեզում ունեք։ Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ իմ երկրում կան եւ ես եւ իմ նմանները, որ մեր երագույնը բարձրացնում ենք, որպես ազգ երևում ենք համաշխարհային կուլինարիայում մի քանի մասնակից եղել են, բայց այն աշխատանքը, որ ես կատարում եմ ու այսքան տիտղոսների եմ արժանացել, ես միակն եմ։ Եվ միակն եմ, որ ձևավորել եմ թիմ, միակն եմ, որ ունեմ ազգային հասարակական կազմակերպություն, որը ներդրում ունի իր սեփական ուժերով երկիր ներկայացնելու համար։ Դուք ունեք մի այսպիսի կարողություն, որով ես հիանում եմ։ Դուք կարծեք, խոշորացույցը ձեր ձեռքին կարողանում եք այսպես ամբողջ Հայաստանի վրայով նայել եւ գտնել նույնիսկ շատ հաճելի է, որ մարզերից եք գտնում ձեր սաներին այն գոհարներին, որ հետո փայլում են, հա, ցանկացած առաջնորդության մեջ։ Ինչպես եք կարողանում գտնել համապատասխան մարդկանց։ Մի քիչ գաղտնիքներ կբացեմ, երբ որ պետք է գտնեի, այո, գտնում էի։ Եվ մարդկանց ասում էի, եկեք, պատրաստ եմ ձեզ, դուք դարձեք չեմպիոններ։ Այդ ժամանակ ես գտնում էի եւ 2017 թվականին, որ 4 հաղթանակ ունեցանք Տորտիտոն փառատոնին, շատ հսկայական աշխատանք արեցինք, հիացրեցինք բոլորին։ Այնուհետև 2018 թվական, 19 թվական, որ ես ինքս էի գտնում իրենց։ Հիմա ձեզ են գտնում։ Հիմա իրենք են ինձ գտնում։ Պատկերացրեք, դա մեծ աշխատանք էր, մեծ ներդրում էր եւ ֆիզիկական եւ ֆինանսական, որը ես ոչ մի տեղից չունեի, բացի որ իմ ընտանիքի բյուջեից էր դա գնում, աշխատել եմ գիշեր ու ցերեկ, ամիսներ շարունակ։ Չկա մի մասնագետ, որը կարող է ինձ հետ խոսել, որ գիտեք, ես էլ եմ քեզպես Հայաստանը ներկայացրել, որտեղ 3 ամիս ներդրում, 4 ամիս, 6 ամիս, 8 ամիս։ Այն գիտեք, որ դրել եմ շեշտը, մենք պետք է գնանք, մենք պետք է հաղթենք։ Վերջապես իմ համառությունը, որ ես իմ մեջ դրած այդ հավատը, որ ես կարող եմ, ոչ մեկը չի կարող կոտրել, ոչ մի բան չի կարող խանգարել, թեպետ ես կարամ ասեմ, որ ես խանգարել եմ իմ ընտանիքի անդորը, իմ համառությամբ, իմ աշխատասիրությամբ, իմ անկում գիշերները, որը նվիրել եմ իմ հայրենիքին։ Եվ ի վերջո ձեր ամբողջ ընտանիքի ներուժը ուղղում եք այս գործին։ Այո, եւ ասեմ ձեզ, աջակցել են երեխաներս, ֆինանսական, ընտանիքս, որը ինձ համար դա շատ կարեւոր էր։ Տիկին Իսկոյին ներշնչող ղեկավար է, անկախ ամեն ինչից գործունեությունից նա պետք է եւ տեսնում է քո գործը ու դու ինչի ես ընդունակ ու ոգեշնչում է, տանում է այդ ուղղությամբ, որով որ դու արժանի ես։ Տիկին Իսկոյին առաջին հերթին մեծ ատարով մարդ է։ Երկրորդ հերթին թմի շատ լավ ղեկավար, շատ, որովհետև ինքը խմբի համար աննա են, ով չի արել երբևէ։ Ինքը շատ լավ անձնավորություն է, շատ լավ մարդ է, ընկերասեր, հասնող, օգնող,
իսկական թիմի ավագ, ասենց ասեմ, շատ հիանալի անձնավորություն եւ շատ կարեւոր է այդ հանգստությունը նաեւ, որ ինքը ունի եւ դա փոխանցում է նաեւ մեզ։ Որպես թիմ լիդեր ինձ համար աննկարագրելի անձնավորություն է։ Իր գնահատանքը, իր խորհուրդները ավելին է, քան մասնագիտական ինչ-որ մի բան, որ կարող է ինքնից փոխանցել։ Ես իրեն շատ եմ սիրում եւ գնահատում։ Կազմակերպչական միջավայրը շատ մեծ է։ Իրան դրսում բոլորը ճանաչում են, բոլորը համբում են, բոլորը ընդունում են։ Տիկին Իսկոին որպես թիմի ղեկավար եւ լավ ընկեր, անփոխարինելի առաջնորդ է։ Բառեր չեմ գտնում նկարագրելու նրա հանդեպ ունեցած իմ հարգանքը, քանի որ Տիկին Իսկոին բոլորին վերաբերվում է որպես իր զավակներ ու փորձում է ամեն կերպ սովորացնել այն ամեն ինչը, ինչ որ ինքը տիրապետում է։ Տիկին Իսկոյի, ձեր բոլոր տարիների թիմերի բոլոր անդամները միաբերան ասում են, որ դուք փայլուն թիմ լիդեր եք։ Այ հետաքրքիր է, ձեր որ հատկանիշների շնորհիվ եք դուք կարողանում այդքան լավ ղեկավարել թիմը եւ ի վերջո կերտել հաղթողներ։ Ես sense մի բան ասեմ, կողքս մի մարդ որ կանգնի, անգամ որդիս էր ինձ ասում, ասեմ ինչու, ինքը պետք է առաջ գնա։ Եթե մարդին կողքին կանգնում է իմ հետ զրուցում է, ես նայում եմ ինքը ով է, ինչ ունի, ինչ է անում, բայց խի ինքը սենց անգործ, ոչինչ չի անում, ու իր մեջ կյանք չկա, նպատակ չկա։ Ես այդ նպատակը լցնում եմ մարդկանց մեջ։ Այսինքն գտնում եք ներուժը եւ օգնում եք առաջ ընթանալ։ Այո, յուրաքանչյուր մարդ։ Ես կասեի այսօր, որ եկել եմ ինչ-որ մեկի հետ, լցրել եմ իր մեջ մի ճանապարհ, որը մարդը ուղղակի աչքերը փայլեց եւ զգաց, որ ինքը կարող ապրի։ Ես մտածում եմ, որ մարդը պետք է միջև խորը ծերություն լինի նպատակային։ Կարևոր չի, որ տարիքում ես եւ կարևոր չի, որ դուք առողջությունը ձեզ դավաճանել է, կյանքի որոշ հատվածներում պետք է ներդնել, գիտեք ոնց ձեր օրերը, տարիները մի կարևոր սիրված գործի վրա, որը ինքը ձեզ ապրելու շունչ կտա եւ ջերմություն։ Իսկ դուք ինչի համար եք սիրում ձեր աշխատանքը։ Ես սիրում եմ արվեստը։ Ես ափսոսում եմ, որ ես նկարչություն փոքր ժամանակից սիրել եմ, նկարել եմ, բայց չեմ զարգացրել իմ մեջ։ Եվ շատ ներդրում արել եմ երեխաներիս վրա, որ որդիս ասաց մի օր, մամա, ինչին դու չես ասել, մեզանից ես պահանջում։ Դա։ Իսկ ինչ աշխատանքով էր ներկայացել Խորվաթիայում Տիգրանը։ Տիգրան Մարտիրոսյանը նույնպես ուներ 3 նոմինացիա՝ Հավ, Ձուկ եւ Բանջարեղեն։ Շատ գեղեցիկ սարքեց բլյուտները, շատ գեղեցիկ մատուցում, ուղղակի սեն ժպիտով ժուրիները պրոստը կարելի ասել այդ էմոցիաներով գրկում էին իրենց այդ իրենց փայլուն մասնակցելու, իրենց այդ դաստիարակված պահվածքի ամեն ինչի համար, եթե չլիներ այդ թեթև բաց թողումները մեզ համար թեթև, բայց նրանց համար շատ կարևոր, մանրուքները, այո, եւ արծաթ ունեցավ եւ բրոնզ ունեցավ։ Իսկ ինչ էր պատրաստել Տիկին Իսկոյը։ Ինքը շատ հետաքրքիր կոտլետ, հավի, 3 բան ուներ իր մտահղացումը, միջուկը շատ հետաքրքիր սարքել էր բանջարեղենով, բանով, սոուսներով, շատ հետաքրքիր էր։ Մյուսը ինքը սարքել էր խափաման, որը ինքն էր հորինել, ինքը այդ նոր ձևով էր մատուցել։ Նոր բանջարեղեններ արդեն ամեն մեկը ոնց կարողացել էին եւ ասեմ ձեզ, մեր ավանդական բանջարեղեններով իրենք պատրաստեցին ամեն մեկը եվրոպական ուտեստ։ Այո, եւ հավանել էին շատ։ Բոլորը բանջարեղենից ստացան արծաթե մեդալ, բոլորը մեր ասում էին, ինչ ասա, բայց հետո փորձում էին այնքան գեղարվեստական ձև էին տվել, Տիգրան Մարտիրոսյանը ստացավ խափաման, որ ինքը նորաձև էր սարքել արծաթե մեդալ, պատկերացրեք։ Ես այնքան շնորհակալ եմ այս անգամ, որ իմ թիմում հիմական խոհարարներ, որոնց ես շատ սիրեցի, որոնք շատ ազնիվ են, շատ գրագետ իրենց գործում
Ես եթե ինձ զգուշացնում էին, որ անպայման դուք կգաք դատարկաձեռն, ես չեմ վախեցել այդ բառերից։ Ասում եմ հաղթանակը նոր դպրոցն է, որտեղ կարող են սովորել, թեկուզ եւ դիպլոմ լիներ, հավատացեք, ես ասում եմ տղաներ, ձեր գլուխների մեջ չդնեք ոսկի, արծաթ, բրոնզ։ Մենք գնում ենք երկիր ներկայացնելու, միշտ հիշեք, այդ մետաղների մասին չենք մենք մտածում։ Երբեք ես ասեմ թիմը, որ ասում եմ միշտ աղջիկներս իմ հրուշակագործները, տիկին իսկույն ոսկի բերելու ենք, ասում եմ ես դրա մասին չեմ մտածում։ Մենք մտածում ենք միայն երկիր ներկայացնելու, որ ամեն տարի Հայաստանը եվրոպական բարձրակարգ առաջնություններում լինի։ Մեր եռագույնը պետք է լինի 70 երկրների ներքո, 20 երկրների ներքո, դուք երևի տեսած չեք, քանի դրոշի տակ ենք մենք եռագույնի։ Ու գիտեք, սա է ոսկե մեդալը, սա է Գրանպրին, ոչ թե անձնական ինչ շահեցի։ Մենք եթե թիմով բերել ենք 2 ոսկե մեդալ, դա մեր թիմին է, չէ՞ որ թիմը ընդհանուր հաղթանակ է։ Այո, ընդհանուր հաղթանակը 17 մեդալներով եկել ենք։ Մենք դիպլոմով էլ չենք եկել։ 2025 թվականի այս տարի էլի հունիսի կեսերին Դիլիջանում տեղի ունեցավ խոհարարների առաջին միջազգային առաջնությունը, որին էլի, չգիտես ինչու, մասնակցում էր Հայաստանից միայն ձեր թիմը, 10 երկրներ մասնակցում էին, դուք մասնակցեցիք 7 հոգով եւ Հայաստանի համար գրավեցիք 9 ոսկի, էլի բրավո ձեզ, բայց ինչու էր միայն ձեր թիմը մասնակցում։ Պետք է լիներ սենց, եթե կա բոլոր երկրներում, եթե խոհարարական մրցույթ կա, անպայման այնտեղ պետք է լինի եւ հրուշակագործության։ Չգիտեմ ինչ է հրուշակագործությունը կաղում, եղել է 2017 թվականում եւ մեկ անգամ երևի 2022 թվականին եղավ, որտեղ իմանք չեն մասնակցել, մենք պատրաստվում էինք Լյուքսեմբուրգ, աշխարհի առաջնության չէին կարող, թեպետ ասեցի կարող եք մասնակցել, բայց գործը շատ դժվար էր, մենք կենտրոնացանք աշխարհի առաջնությանը։ Հիմա դա բաց թողված ինչ որ չգիտեմ ինչու է այդպես, բայց ես փորձեցի եւ ուղիղ եթերով ոնց որ մարդկանց ասել շանսա, ինչու՞ չէ, եւ պետք է գար նախկին համաշխարհային կուլինարիայի նախագահ Թոմաս Գուգլերը, որտեղ պայմանավորվածություն կար, որ մենք պարոն Մամուլյանի հետ պետք է հուշագիր ստորագրեինք, որ Հայաստանը մտներ համաշխարհային կուլինարիայի գաստրոնոմիայի քարտեզի մեջ։ Նման հուշագիր ստորագրվեց 2022 թվականին։ Դա հաշվի չառնվեց էլի Հայաստանում, բայց չեմ տխրում, ես սպասում եմ այդ օրվան։ Իսկ այս անգամ 7 հոգի մասնակցությունը, որ իմ թիմում մտել էին, մի տղա ինքը իմ թիմից չէր, ուղղակի շատ գեղեցիկ գործով, հրուշակագործության մեր կոմանդի մեջ մտած, ինքն էլ ոսկե մեդալ ստացավ, բոլորն են ստացել ոսկե մեդալ, Իսվանուհի Սարգսյանը Գրանպրի, Լուսինե Ամբարյանը եւ Հերմինե Լազարյանը գավաթ մրցանակներ ստացան եւ 2 ական աշխատանք ուներ Հերմինե Լազարյանը եւ Լուսինե Ամբարյանը 9 ոսկե մեդալ։ Դիլիջանում մասնակցեցի ես եւ իմ 2 ուսանողները։ Ես ունեցա 2 աշխատանք, ունեցա ձեռքի ամբողջությամբ աշխատանք, նորից նկարչություն եւ քանդակագործություն, սիրամարգի աշխատանքներ, արժանացա ոսկե մեդալի, ունեցա նաեւ կարվինգով աշխատանքներ, բանջարեղեն, մրգերի, այդպիսի ձևավորում, դա էլ տիկին Իսկուհի Համբարձումյանի ուղեկցությամբ անպայման ասեց, որ պետք է մասնակցես նաև այդ աշխատանքով եւ այդ աշխատանքով նույնպես արժանացա ոսկե մեդալի, որի համար շատ հպարտ եմ եւ ուրախ։ Ինձ համար ավելի շատ ոգեշնչող էր իմ ուսանողների հաղթանակները, որոնք 2-ն էին եւ 2-ն էլ նույնպես արժանացան ոսկե մեդալների։ Դա ավելի ոգեշնչող էր, քան իմ հաղթանակը։ Դիլիջանում ես ներկայացրել եմ միջազգային մրցույթով, որս ներկայացրել եմ 2 աշխատանք, 2-ն էլ գրավել եմ առաջին տեղ ոսկե մեդալ, միտեղ
մարդու փոչիչը բնության հետ հարմարված, իսկ մյուսը վեցանկյուն սիրուն հայկական զարդանախշերով, այսինքն պատրաստված տորթեր, որը նշանակում էր կայունություն, ուժ, իսկ մյուս կողմից էլ ողմի տեսնում եք, պալատական մի հատ անկյուն լինի, կարմիրի ու սպիտակի համադրությամբ, վեցանկյան մեջ տորթը կարի 4 տեխնիկա, իսկ որ բնությունը մարդու հետ դա 7 համեմունքով թխված կաբլիտ, որ փիլորին թվում էր, թե ուղղակի դա պատկերա ձեռքով նկարված, բայց այդ թխված կաբլիթը իր աշխատանք էր, նկարչություն, ձեռքի ու այսինքն աշխատանք, բայց համը 7 համ էր։ Ստացել եմ գլխավոր մրցանակը Grand Prix եւ 1 ոսկե մեդալ։ Ներկայացրել եմ 1 փորձարկման տորթ, որը 50 բանից հավաքել է 50 բան ուղիղ։ Ես ներկայացրել եմ 1 ցուցափեղկային աշխատանք, ժամանակի ձեռքը, Որագրով այն պատկերել էին մարդու տեսքով, հետևում ժամացույց էր, ժամանակի ատամնանիվներ, ժամացույցը խորհրդանշում էր ժամանակի անողողությունը, մարդը ձեռքով այսպես բերեր պարզված, դա նշանակում էր, որ փորձում էր դուրս քրչել այդ ժամանակի անողողությունից, մարդու վրա փաթաթված լարերը, դրանք կյանքի այս սահմանափակումներն էին, որոնք մեզ անտեսանելիով կառավարում են։ Խոհարարները առանձին մասնակցություն էր, իսկ իմ թիմը, որ հուշակագործության թիմի ղեկավարը, որ ես պաշտոնական հրավերք էի ստացել, գլխավոր ժյուրին էի, Տիգրան Մարտիրոսյանը եւ Սերոբ Հարաքելյանը մասնակցում էին այդ մրցույթում։ Նրանք ստացել են 1 արծաթ եւ 1 ոսկե մեդալ։ Նրանք այնտեղ են ինձ տեսել եւ ինձ մասին հետաքրքրվել եւ ինչպես ասում էին, ոչինչ պատահական չի լինում։ Այո, եւ ես շնորհակալ եմ իրենց, որ վստահեցին ինձ, հավատացին ինձ, որ ես կարող եմ, իրենք կարող են ինձ հետ ճանապարհ գալ եւ ինչպես ես եմ շնորհակալ իրենցից, գոհ նրանք էլ ինձանից։ Ինձ ոգեշնչում էր այդ խոհարարական աուրան, այն որ ես պետքա շփվեմ, տեսնեմ մնացած խոհարարներին, այլ երկրից ժամանած մյուս շեֆերին, դա ինձ մեծ ուժ էր տալիս, մեծ հետաքրքրություն կար ու որոշեցի մասնակցել, քանզի դա էր միակ ճանապարհը ավելի կրթվելու, ավելի առաջ գնալու։ Ճաշատեսակները հետևյալն էին, պատրաստել եմ հավի կրծքամիս եւ ձուկ, հաջողությամբ անցել եմ 2 փուլներ, ձուկ պատրաստելու համար ստացել եմ արծաթե մեդալ, իսկ հավ պատրաստելու համար ոսկե մեդալ։ 2 ճաշատեսակներն էլ առանձնանում էին իրենց յուրօրինակ մատուցմամբ, ավելի մոդեռն տարբերակով, համայն առումով ավելի նոր մթերքներով, տարբերվող համերով, նոր սոուսներով, հետաքրքիր հեղինակային լուծումներով։ Դրանք իմ առաջին մեդալներն էին, պրոֆուդից ցավոք մեդալ չկարողացա վաստակել, քանի որ այնտեղ մի քիչ այլ ֆորմատ էր եւ մեդալների քանակը բավականին սահմանափակ էր եւ շատ սուղ էր ամեն ինչ։ Այստեղ ֆորմատը մի փոքր այլ էր եւ ինձ կարողացա, քանի որ փորձ ունեի պրոֆուդից արդեն, ինձ կարողացա ավելի լավ դրսևորել ու արդեն ծանոթ էի խաղի կանոններին եւ ծանոթ էի մնացած ամեն ինչին, ինչ որ կատարվում էր։ Դիլիջանում, երբ առաջին անգամ ես ստացա մեդալ, դա մի ուրիշ հետաքրքիր զգացողություն է, որը որ չես կարող բառերով նկարագրել, տարիների աշխատանքի ու փորձի արդյունքն ես դու քաղում այդ պահին ու դու քեզ գնահատված ես զգում, քանի որ խոհարարները հիմնականում աշխատում են կուլիսներում, հիմնականում մենք չենք երևում սրահներում եւ այլն, այդ շնորհակալությունների շռայլությունը չի լինում խոհանոցներում, չնայած ամեն մեկը գիտի իր պատրաստածի արժեքը, բայց եւ այնպես այդ պահին, երբ որ քեզ գնահատում են ու շատ բարձր, դու
անկախ քեզանից ուրախանում ես ու աննկարագրելի զգացողություններ ես ունենում։ Որքան ժամանակ է պետք, որպեսզի դուք կարողանաք պատրաստել, ձեր հրուշակագործների թիմը աշխարհի որևէ առաջնության։ Որքան ժամանակ եք դուք իրենց հետ պարապ։ Շաքարային ծաղիկների արվեստը դա բնություն է, որտեղ ամիսներ շարունակ կան մարդիկ, ովքեր ասենք ունեն ձեռագիր, գիտելիքներ, այո, կարող են ինքնուրույն արդեն պատրաստվել եւ մասնակցել։ Հիմա ես էլ չեմ պատրաստում, քանի որ թիմում կան 5 հոգի, որոնք պրոֆեսիոնալներ են, իրենք պատրաստում իրենց աշխատանքները, ինչպես Բանուհի Սարգսյանը, Հերմինե Լազարյանը, Լուսինե Ղազարյանը, նրանք կարող են ինքնուրույն աշխատանքներ անել եւ էլի մարդիկ կան, որ կարող են եւ ազատ իրավունք ունեն աշխատելու, թեկուզ այս պահին թիմում չեն, բայց երբ ցանկանան աշխատանքով իրենք ինքնուրույն մասնակցություն ունենալ, կարող են դիմել բոլորը։ Չեմ պատրաստում այլևս, որտեվ չեմ կարող ամիսներ կտրվել տնից եւ պատրաստել։ Շատ եմ կտրվել եւ տարիներ առաջ ես գիտեմ, որ դուք համառորեն երկար ամիսներ շարունակ ուսուցանում էիք, պատրաստում էիք։ Այո, դրանք արդեն չեմ կարող այդքան շռայլ գտնվել, ինչի պատճառով տուժում է ընտանիքս։ Իսկ հիմա կարող եմ 5 օրվա դասընթացներ տալ, ասեմ ձեզ, որ հրավիրված եմ մի քանի երկրներ կուլինարիայի ակադեմիաներում դասընթացներ տալու 5 օր, որտեղ նախընտրում եմ եւ Եվրոպայում աշխատանք, որտեղ կվճարեն ինձ, այստեղ ես կարելի ասել անվճար եմ աշխատել, ամենքս ունենք ընտանիք։ Դե ձեզ աշխարհի տարբեր ակադեմիաներից հրավիրում են դասավանդելու եւ դա էլ առիթ է, որպեսզի շփվեք այլ մշակույթների հետ։ Եվ ինչու՞ չէ, ով կցանկանա, ես կնայեմ լավ ձեռագիր ունի, ես հիմա արդեն ունեմ 2 հոգի, ինչու՞ չէ 3-4, որ ամեն անգամ գնալուց կառաջարկեմ այս մարդիկ այս աշխատանքներով կարող են մաստեր կլասներ տալ, ինչու՞ չէ։ Ես կարողանում եմ մարդկանց դուրս անել։ Այո, դա ձեր ամենակարևոր գիծն է։ Մենք վերջին անգամ իրար հետ հանդիպել ենք 2021 թվականին, խոսել ենք ձեր բոլոր հաջողություններից եւ 21-ից 25 այսպես մնացել է չխոսացած դատարկ հատված։ Եվ ես վստահ եմ, որ այդ դատարկ հատվածը դուք լցրել եք բազմաթիվ ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներով։ Հիմա եկեք հետ գնանք եւ խոսենք այդ տարիներից։ 2021 թվականին դուք ինձ լուսաբանել եք, դա եղավ Ռուսաստանի կուլինարիայի առաջնությունը, որտեղ մենք մասնակցեցինք իմ թիմը 10 աշխատանքով, որը շաքարային ծաղիկներ էին, ունեցանք թիմի անդամները 2 լրացուցիչ աշխատանքներ, դա Կարինե Շիրինյանին էր եւ Ջուլիա Սարուխանյանին, որը նա ջոկերն էր կերտել, մյուսը էլ հեքիաթային մի աշխատանք։ Մենք ունեցանք փայլուն հաղթանակ, քանի որ այդ օրերին 25 մարզերի պրեզիդենտներ, որոնք ժյուրի հանձնաժողովում էին եւ ես էի ժյուրի հանձնաժողովում, ես ասացի չէ, որ Վիկտոր Բարիսովիչ Բելաևը լուսահոգի, նա իմ ձեռքը բռնեց ու տարավ իր ընտանիք, իր ասոցիացիան, ես մտա իրենց կուլինարիայի ասոցիացիան, ստացա պատվոգիր եւ մեդալ, որ ես ժյուրի հանձնաժողովում եմ եղել, Պրավիլան իրենց մոտ առաջի, երկրորդ, երրորդ տեղերն են։ Նրանք անդադար խոսում էին դրա մասին, թե ինչպես Հայաստանին օգնել, քանի որ 30 տարի միշտ ունեցել են մի օրենք, բայց նրանք այդ օրենքը որպեսզի չխախտեին, այսինքն մյուս մասնակիցներին չնեղացնելու համար, առաջի երկրորդ տեղերը սկզբից բարձրաձայնեցին, այնուհետև ասաց Վիկտոր Բարիսովիչ Բելաևը, ես չեմ կարող Հայաստանի թիմին նեղացնել, դուք ծաղկացրեցիք իմ առաջնությունը, բոլորը հիացած են, բացի դա հայ համայնքը, որը մեծ աջակցություն ունեցավ իմ թիմի համար, թե հյուրանոցի ծախսեր, թե դիմավորել, թե ճանապարհել, ես չեմ մոռանում ոչ մի բան։ Այնուհետև թիմային ոսկիներ մեզ տվեցին եւ բոլորին առաջի տեղերը։ Մի քիչ անհասկանալի երևաց մարդկանց, թե ոնց առաջի, երկրորդ, երրորդ, հետո նոր ամբողջը
ես ասում եմ Ժորժ ջան, սա նրանք ասում են շատ դժվար է, մենք այս աշխատանքները, որ տեսել ենք եւ փայլուն աշխատանքները, դա նայելով էլ կարող են ասել, ասեցին մենք չէինք կարող պրավիլան չփոխել։ 30 տարվա մեջ մենք ձեզ համար պրավիլա ենք փոխել կանոնադրությունը եւ բացի այն, որ առաջի երկրորդ տեղեր հնչեցրեցինք չնեղացնելով մյուսներին, մենք ձեզ տալիս ենք թիմային ոսկի, որի համար ինձ որպես թիմ պատրաստողին ոսկե մեդալ եւ բոլորին առանձին առաջի տեղ։ 2022 թվական Լյուքսեմբուրգ 12 մեդալ։ Այո, 12 մեդալ ունեցանք, թիմը պատրաստել եմ ես 4 ամիս, 12 հաղթանակ ունեցել ենք եւ անիմացիոն տորտեր, իմ աշխատանքը դա կրյան էր, որ ես ստացա արծաթե մեդալ։ Ես չեմ տխրում դրա համար, մենակ աշխատանքին նայելով դա երևում է, որ ինքը ավելի բարձր է, բայց ես չեմ էլ շեշտը դնում ոսկու վրա։ Գիտեք ինչու։ Կա կանոնադրություն, իրենք սկզբից չէին հասկացել, որ ինքը արհեստական չի։ Ինձ ասացին, դուք դրել ես քո գործը, աշխատանքը արհեստական կրիայի մեջ։ Երբ որ մոտիկից իմացավ գլխավոր ժյուրին, ասացի արհեստական չի, ինքը ամբողջը մոդել պաստից էր պատրաստված քաղցրին։ Շատ զարմացավ, որ բայց չպետք է իրանք սխալ վերեին, իրանք պետք է հասկանային, դա կտրեին, դաժե փորձեին, բայց դե իհարկե տխրում ես, երբ որ դա լինում է ոնց ասեմ սխալ, բայց դե հիմա աշխատանքը ինքը երևում է ինքը ինչա, դե կրիայի պատճառով արծաթ ստացավ, թիմը եկավ 1 ոսկե մեդալով, արծաթով 5 արծաթ ենք ունեցել, 1 ոսկե մեդալ, մնացածը բրոնզե մեդալ, թիմ մտել են, ես իրենց չեմ պատրաստել, իրենք եկել են իրենց աշխատանքով, բայց երբ որ թիմային աշխատանք ես պատրաստում, եւ ոսկե մեդալը, եւ արծաթները, եւ բրոնզը, եւ դիպլոմը դա թիմինն է։ Եթե թիմով գնում է մասնակիցը, ինքը պետք է հասկանա, որ բոլորը թիմին է վերաբերվում եւ հայրենիքին։ Շատ լավ, 2023 թվական Խորվաթիա, Վիրյա, դուք 8 աշխատանք ներկայացրեցիք եւ նվաճեցիք 8 ոսկե մեդալ։ Այո, ես պատրաստեցի 6-րդ ուսումնարանի վարպետներին, պատրաստեցի 9-րդ ուսումնարանից 4-ը արհեստագործական ուսումնարանի սաներին եւ իմ թիմը, որտեղ մենք 8 մասնակցություն ունեցանք, 8 ոսկե մեդալ եւ ժյուրի կազմում էի։ Շատ սիրեցին մեզ, շատ հարգեցին, ես ասում եմ Խորվաթիայի շատ շնորհակալ եմ, չգիտեմ, ես 4-րդին այնպես եմ սիրում, կարծես իմ ազգը լինի։ Եվ 2024 թվական Գերմանիա, Շտուտգարտ, էլի մեդալների հրավառություն ինչպես միշտ։ Այո, ստացանք 12 հաղթանակ, 2 արծաթ ենք ստացել, ես Grand-Prix եմ ստացել, մնացածը բրոնզ։ Դե 2025-ը մենք խոսեցինք, ամեն ինչ 25-ի մասին ասացինք եւ առհասարակ այսօր մեր եթերում անընդհատ մենք խոսում էինք հաղթանակի մասին, կկրկնվեմ, բայց այդ բառը այսօր մեզ շատ կարևոր եւ շատ անհրաժեշտ բառ է։ Շնորհակալություն ձեզ Հայաստանի պատիվը դրսում բարձր պահելու համար, եռագույնը անընդհատ ամեն տարի բարձրացնելու համար եւ առհասարակ հաղթողներ կերտելու համար։ Իսկ հրաժեշտին Տիկին Իսկոհիջյան, Մարաշի տուփը ձեզ մի պայմանով, որ անպայման սա պետք է Երևանից գնա Մինսկ եւ ձեր ընտանիքի անդամներն էլ համտեսեն այս չքնաղագույն անուշեղենը։ Դե ձեզ հաջողություններ եմ մաղթում եւ նորանոր հաղթանակներ։ Շնորհակալ եմ։ Դեռ շատ բան ունենք անելու, 26 թվական ունենք եւ ունեմ մի գրանձիոսնի պլան, բայց գաղտնիք եմ պահում։ Այո, պետք չէ բացահայտել, որ տիեզերքներ օգնի եւ գնաք առաջ, ոնց որ միշտ գնում եք առաջ։ Շնորհակալություն։